Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաև մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ գնդապետ քաղաքական գիտությունների թեկնածու, ռազմաքաղաքական գործիչ Ալեքսան Մինասյանին։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Մինասյան, ուզում եմ մեր հաղորդումը սկսել ավելի շատ, քանի որ դուք եք միշտ խոսում դաստիարակություն, կրթություն, առաջին հերթին նոր մնացածը, այդ թեմաների հետ կապված եւ ընդհանրապես այս մի քանի օրերում ինչ տեղի ունեցող իրադարձությունների եմ ուզում անդրադառնալ։ Նախ մեր փոքրիկները, կարծես թե այս մի քանի օրերի ընթացքում մեր փոքրիկներն էին մեր ուշադրության կենտրոնում։ Ապրիլի 28-ում Քասախգետում արցախցի Նոյը փաստորեն խեղդվեց 4-ամյա երեխան։ Հանրությունը այդ շոկային վիճակից դուրս չեկած փաստորեն Մարմարիկում 2 տարեկան Տիգրանն է անհետացել եւ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Եվ երեք փրկարարական այդ կազմը տեսնելով գյուղացիների մասնակցությունը եւ այդ ամենը դեռ ուզում ես հավատալ, որ մեր հասարակությունում դեռ ամեն ինչ չէ բարոյալ լքված, այդ վերաբերմունքը, այդ մոտեցումը մեր փոքրիկների հանդեպ։ Ապրիլի 29-ին փաստորեն Հրազդանի կիրճում դեռահաս աղջիկ կորավ։ Մայիսի 23-ին Հանրապետության մարզերից մեկի ծանր վիճակում 3-ամսական երեխայի բերեցին, որ հիվանդանոցում մահացավ։ Ապրիլի 24-ին Երևանում բժիշկը հայտնեց, որ երեխայի մարմինը այրել են, քանի որ նա մահացած է ծնվել։ Ինչու եմ ուզում անդրադառնալ մեր այս փոքրիկներին։ Ինչու են այն մեր փոքրիկները այս մի քանի օրվա ընթացքում այսպես դարձան ուշադրության կենտրոնում եւ ինչի հետ է այս ամենը ընդհանրապես կապում։ Սա ինչ որ նախախնամությունների չեմ ուզում ինչ որտեղ հավատալ եւ ինչ որ բան, բայց ինչու հենց մեր փոքրիկները դարձան այս թիրախային դեպքերի հետ կենտրոնում։ Գիտեք, դուք ասում եք նախախնամությունների չեմ հավատում, բայց իրականում ի վերուստ կան ուժեր, որոնք ազդում են մեր վրա։ Դա ակնհայտ փաստեր են։ Մենք հիմա կարող է չհավատանք, ասենք, միստիկա ամեն ինչ, ման չէ, այդպես չի։ Երեխաների այդ վերանալու, դեպքերի, կորելու, դրանք բոլոր մեզ զգուշացումներ են։ Բացարձակապես զգուշացումներ են մեր տեսակին, մեր ազգին, որ մենք պիտի ավելի ու ավելի ուշադիր լինենք, ինչ ենք անում։ Մենք անտարբերության ենք այո մատնված։ Կան շատ խելոք մարդիկ, որոնք արդեն իրականում ոչ թե բարոյազրկվել են, այլ հոգեբանորեն հետ են քաշվել։ Իրենք հասկանում են մի բան, որ իրենցից շատ բան կախված չէ, այսինքն այդ կախվածությունը գալիս է ովքեր ունեն լծակներ ազդեցության, այսինքն իշխանության հետ կապված հնարավորությունները, պիտի լիարժեքորեն օգտագործի մեր տեսակը, որը կարծում եմ չի օգտագործվում լիարժեքորեն։ Գիտեք, եւ այդ առումով առաջ էլ էր այդպես։ Մենք մշտական մեր դուք դաստիարակության մասին խոսեցիք, երբ որ Անդրանիկը գյուղ առ գյուղման էր գալիս, որպեսզի զորք հավաքեր, անցնելով գյուղերից մարդիկ ասում էին. մենք ով ենք, մենք ինչ կարող ենք անել, ընդհանրապես մեր վրա ինչ եք հույս դնում, մենք զերո ենք։ Անդրանիկն ասում էր. եթե ես մեկ եմ, ապա իմ զերոն, քո զերոն իմ մեկի կողքին կդարձնի 10, քո ընկերոջ զերոն մեր 10-ի կողքին արդեն կդառնա 100, եւ այդպես թվերը կմեծանան, այսինքն զերոն արժեք է, այնպես չի որ արժեք չէ։ Եվ հուսալքվել ես ուղղակի չեմ ուզում, որ մեր ազգի այն պոտենցիալը, որոնք բարոյազրկված չասեմ, բայց հուսահատված վիճակում են, հետ են քաշվել, տեսնելով, որ իրենք ազդեցության ոլորտ, որպիսին այդպիսին չունեն։ Ես 3 առաջի օր ականատես եղա մի ծնողական ժողովի, իմը չէր, ես ուղղակի իմ ծանոթ ընկերոջինս էր, մտա, ուսումնասիրեցի եւ այո,
անտարբերությունը մեզ արդեն խեղդել է։ Սա ոչ թե քննածություն է, այլ անտարբերությունը մեզ խեղդել է։ Այս անտարբերության պարագայում բնականաբար պիտի երեխաներ կորեն, երեխաներ պիտի վառվեն, անտարբերություն, հուսալքություն, բայց ցավոք մենք մեթոդներ չենք մշակում, չենք մոտեցումներ ցույց չենք տալիս, հասարակությանը չենք կրթում, որովհետև մենք միշտ դրել ենք միտքը դպրոցի վրա, կրթություն, հակրթություն, Հույսներս թողել ենք միայն հույսներս դրել ենք դպրոցի վրա, անընդհատ կրթությունից ենք խոսում, կրթությունից, բայց կրթությունից վարչապետների տիկինն էլ են խոսում եւ կրթությունը նորաձև է, այդ մենք տեսնում ենք ինչպես են ամբողջ հանրապետությունում ամեն ինչ պետք է փորձարարական ձևով արվի։ Փորձարարական վերցնել այլ երկրներից այդ կրթությունը, դաստիարակության մոտեցումները, այլ ստեղծել մոդելներ, անգամ տեսեք, պետությունը պարտավոր է հավաքել անգամ, ասենք, մարտարվեստներով զբաղվող ջոկատներ կան, ռազմահայրենասիրական ջոկատներ կան։ Պետությունը բացարձակապես չի հետաքրքրում ով է դասավանդում, ինքը որպես տեսակ ով է, որովհետև սա շատ կարևոր հարց է։ Մենք հիմա ինչքան էլ ուզում խոսանք, եվրեները, տեսեք ինչ սկզբունքներ ունեն։ Ասում են դուք մի նայեք, թե այդ մարդը ինչի է հասել։ Գուցե եղբայրն է առաջ տարել, գուցե բարեկամական կապերով, այստեղ կարևորը թե ինքը ինչ է արել իր պետության, իր ազգի համար։ Մենք պիտի նայենք, թե ինչ է արել, թե չկարողա, հա, մարդը դառնա գեներալ, դառնա տնօրեն, դառնա, բայց այդ բոլորը զերոյական են, եթե ինքը ոչինչ չի արել, դա ընդամենը դրածո ստանդարտի սահմաններում, դիսկրետ սահմաններում եղած գործողություններ են։ Պիտի նայես մարդը ինքը իրենից, իր միջով ինչքան է հասկացել իր տեսակի ով լինելիությունը եւ ինչքան է փորձում օգնել։ Հիմա քանի որ խոսում ենք օգնելու տեսակի մասին, նաև մենք հույս ունենանք նախ, որ մեր փոքրիկին 2 տարեկան գոնե Տիգրանին կգտնեն, որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, հուսանք, որ փոքրիկին, ինչու ես փոքրիկներից սկսեցի, որտեղ մի տեսակ այդ փոքրիկներին ասում ենք, չէ, որ դրանք մեր ապագան են, մեր փոքրիկները այսօր նրանք էլ են անվտանգային խնդիրների առջև կանգնած, եւ դաստիարակությունը, եւ կրթությունը, եւ համայնքը, եւ անտարբերությունը, եւ այն միջավայրը, որտեղ նրանք ձևավորվում եւ մեծանում են։ Պարոն Մինասյան, այս վերջի իրադարձություններից ուզեցի ձեզ հետ խոսել նոր-նորքի համայնքապետարանում տեղ ունեցած իրադարձությունը, ինչպես դուք կմեկնաբանեք։ Տեսեք, մենք ասում ենք ամեն ինչ թողել ենք դպրոցի ուսերին, բայց փաստորեն միջադեպի այս հերոսները, այսպես ասված, նաև կայացած տղամարդիկ են։ Այս դեպքում ինչպես բացատրենք, ինչ է կատարվում, պաշտոնի չարաշահում է սա, թե ավելի շատ, ինչպես իրենք են ասում, այդ տղայական մոտեցում, սա ուր է տանում ես։ Ընդ որում ներողություն է խնդրում, անելուց հետո ներողություն է խնդրում եւ պատիժ չկա, ոչ աշխատանքից ենթադրենք ազատման գործընթաց է սկսվում կամ ոչ հրաժարականներ են լինում, ինչ է նշանակում, ծեծենք ամբողջ։ Մի խոսքով, ձեր գնահատականը։ Գնահատականը հետևյալն է։ Եթե ցանկացած երկրում չի աշխատում օրենքը, մարդիկ զբաղվում են ինքնահաստատմամբ։ Օրենքը պիտի աշխատի, իրանց ինքնահաստատումը պիտի լինի օրենքով։ Տեսեք, երեխաներից խոսացիք, Տիգրանի մասին 2 տարեկան։ Մենք ամեն օրենք դրսից վերցնում ենք, բայց դուք տեսեք, շատ երկրներում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում, եթե երեխան տանը մենակ մնաց, ծնողին դատում են։ Թույլ չեն տալիս, որ երեխան տանը մենակ անցկացնի, ու մեծ խնդիրների տակ անգնում ծնողը, անգամ հարցը հասնում է նրան, որ երեխային մանկատուն կարողա տանեն, թույլ չտան, որ իր դաստիարակությամբ զբաղվի հենց ծնողը, որտեվ եթե անտարբերություն է ցույց տվել։ Հիմա նույն է դպրոց, հասարակություն, ինքնահաստատման, ուզում է մեծ լինի, ուզում է փոքր, ցանկացած մարդ ունի ինքնահաստատման կարիք։
ինքը պիտի ինքնահաստատվի։ Մեկը իր ուժով, մեկը իր ձայնով, մեկը իր բռունցքով, հա, էլի, փաստորեն ստացվում է, որ մենք օրենքներ չենք դնում, մենք օրենքների հավաք չենք անում։ Ես դրա համար եմ ասում, ես նոր կիսատ մնաց խոսքը, որ ասեցի հասարակական կազմակերպություններ կան, որոնք ասենք զբաղվում են ռազմահայրենասիրական ոլորտով, ասենք արվեստով, մենք որևէ անգամ մտածել ենք իրենց դաս տալ, հենց դրանց ղեկավարներին պետականորեն դաս տալ, պետությունը պիտի դաս տա։ Ես անգամ իմ ընկերներին, որոնք ռազմարվեստի, դե լիցենզիաների տալու մասին էլ է, էլի խոսքս վերաբերվում, տեսեք, անգամ իմ ընկերներին ես ասում եմ, եթե դու ես գործողությունների շարք ես կառուցել, ասենք զենք քանդել հավաքել ես սովորացնում, կամ չգիտեմ, շարային ես սովորացնում քո ռազմահայրենասիրական կետում, կամ մարտարվեստի մեջ, դու առաջերտին պիտի սովորացնես, որ ինքը այդ սովորելով ինքը պաշտպան է դառնում, պաշտպան, սովորական մարդու, մարտարվեստը ինքը ինչի է ուժեղանում, ինքը ուժեղանում է նրա համար, որպեսզի կարողանա պաշտպանել թույլերին, այ երբ որ թույլերին պաշտպանեց, այդ ժամանակ ինքը իսկապես մարտարվեստի մասնագետ կդառնա, այլապես ինքը կռվող է դառնում, սովորական ձեռնամարտի, ծեծող, ջարդող, այսինքն ինքը վնաս տվող է ավելի շատ, ինքը մտածում է միայն իր մասին, ինքը կայացնում է ինքն իրեն, բայց ինքը պաշտպան չի շրջապատին, միջավայրին, թույլ երեխային, փոքրին, կնոջը, տարեցին, ինքը պիտի այդ ուժը հավաքի պաշտպանելու համար, այ առաջի խնդիրը պիտի լինի սա, եւ այստեղ պետությունը միանշանակ ներգործելու կարիք ունի, պիտի ներգործի այդ հոգեբանության մեջ, այդ բարոյահոգեբանական կերպարների մեջ։ Պետությանը կարծես թե կա անհրաժեշտություններ չկա, որ դրանցով այդ կազմակերպությունները զբաղվի։ Մոտավորապես 40-ից ավելի նման հասարակական կազմակերպություններ կան եւ մի քանիսի հետ ես ինքս աշխատել եմ, կարծես թե պետությունը շատ անտարբեր է, ինչ ուզում եք արեք, մեզ մի անհանգստացրեք, թե եղել են դիմում նամակներ, հրավերներ, ընդ որում կան նաև հասարակական կազմակերպություններից, օրինակ ապագա զինվորից արդեն սովորում են ռազմական ուսումնարաններում, նույնիսկ գնում են արդեն ժամկետային զինծառայողներ, մի խոսքով կան մարդիկ, որ գնում են ծառայության, բայց կարծես թե պետությունը այդքան էլ շահագրգիռ չէ։ Գիտեք, այսպես ասենք, ես Սամսոնին նույնպես ճանաչում եմ, որտեղ բոլոր այդ ռազմահայրենասիրական ճամբարներին ինձ հրավիրում են, ես մի ժամով, 2 ժամով գնում եմ, հանդիպում եմ, նայում եմ, տեսնում եմ, ոչ միայն ուղղություն տալիս եք։ Անպայման, ուղղություն չեմ կարող չտալ, որովհետև օրինակ շատ մեծ ճամբարներ է հավաքում, նվիրյալների խումբը, Սևանի խումբը կա, Արմանի շատ հետաքրքիր դաստիարակության process է սկսել այնտեղ, եւ բնականաբար պիտի օգնեմ, բայց ճիշտ անցալեք ինչ եմ ասում, ես ոչ թե ալարում եմ օգնել, այլ իմ արածը դա փշուր է, սա պետականորեն ֆունդամենտալ պիտի մտածվի մեխանիզմներ, այդ պետությունը ինչպես է օգնում այդ հասարակական կազմակերպությունների։ Դուք ասում եք, որ պետությունը պատվեր տա այդ հասարակական կազմակերպությունից, ով ինչ պատրաստի։ Այո, նաև պատվեր պիտի տա։ Օրինակի համար հասարակական կազմակերպություններ կան, որոնք պետք է, այո, պատրաստեն զբաղվել, որպեսզի վաղը երեխան, եթե դառնալու է դեսանտագրոհային, այդ ուղղության վրա զարգացում ստանա։ Մյուսը, ասենք, սպորտային ուղղությունը զարգացնի այն սպորտաձևը, որ իրեն պետք է, ասենք, շարքային զինվորի կարգավիճակով, որը, ասենք, խրամուղիներում պիտի գործողություններ անի, հենց պաշտպանական կամ ամրաշինական կառույցներում։ Մենք կամ եթե ինքը դառնալու է երաժիշտ, ասենք, ինչ մշակութային այդ մոտեցումները, ինչ պիտի արտասանի, անգամ պիտի պետությունը ասի, որ այս բանաստեղծության, այս 4 տողը, ասենք քառատող, դու պիտի երեխային անգիստ սովորացնես։ Կան պարտադրանքներ, որոնք դրանք պարտադրանք չեն, դրանք դաստիարակության փոքրիկ էլեմենտներ են, որ պիտի մասնակցեն։ Ես Մոնթե Մելքոնյան վարժարանը, որ ստեղծեցի, հիմնադրում էի, իմ հիմնական նպատակը ես հավաքում էի տարեցներին, այն ժամանակ որ ստեղծում էի Մոնթե Մելքոնյանը, բավականին երիտասարդ էի ու ես հասկանում էի, որ կիսատ եմ։
ինչ որ բանից չի հերիքում։ Խնդրում էի տարեցներին, ասում էի, այ տեսեք, այս երեխան շատ դուխով տղա է, բայց ասենք թե օրինակ այս բանը չի սովորում։ Իրանք ինձ խորհուրդ էին տալիս, ասում էին, օրինակ ասենք մի մարդ կար Շահվերդյանը, շատ հետաքրքիր մարդ էր, մաթեմատիկայի դասատու, ասում էր, այ եթե դու ուզում ես, որ ինքը իսկապես հասկանա զինվորը որն է, դու իրան առաջադրանք դիր եւ այդտեղ օգտագործի մաթեմատիկական էլեմենտներ, ինքը ուզի թե չուզի սիրելու է, մաթեմատիկային է գալու, որտեղ ինքը հասկանալու է լավ զինվորը պետք է նաև ասենք կրակային այդ անկյունները իմանա, հեռավորություններ, հաշվարկներ պիտի անի, դրա համար եմ ասում, պիտի օգտագործի, իսկ դա կարող է անել մենակ պետությունը, ես ու դուք ինչ կարող ենք անել, մեր ձեռքը չկա այդքան բան, ինչքան որ պետության ձեռքին է, այստեղ գալիս է պետության ունակությունների, այսինքն պիտի գան այնպիսի մարդիկ սովորեցնելու, որոնք իրենք արդեն անցել են այդ ճանապարհը եւ պետությունը դրանց պիտի բերի, անգամ պիտի խնդրի, որպեսզի իրենք մասնակցեն այդ process-ներին, անգամ եթե անհրաժեշտ է, թող ասենք փոքրիկ նվիրատվություններ անի այդ մարդկանց, որպեսզի իրենք շատերը աշխատելու խնդիր ունեն, ֆինանսական խնդիր ունեն եւ մենք դպրոցները տարածքների խնդիր ունեն, դպրոցները ընդհանրապես այնքան խնդիրներ ունեն, որ էլ ասելու չի։ Երեք ես հանդիպում տրանսպորտի թանկացումն էլ երեխաների հաճախելիության վրա կարծես թե փորձեց ազդեց, բայց տրանսպորտի մասին չխոսանք, տրանսպորտը ընդհանրապես ին վրա էլ ազդել։ Այ ես այսօր գալիս էի ձեր մոտ, տեսեք, մեքենա հանել չեմ կարող, որտեվ կենտրոն հասնել կանգնելու տեղ չեմ գտնում։ Գալիս եմ տրանսպորտով, այդ տրանսպորտի տոմսը պիտի վերցնեմ, չգիտեմ որտեղից, ասենք գնում ես խանութ, կանգնում ես, ժամանակ ես կորցնում, այն դեպքում, որ պրիմիտիվ ձևը կար, հասարակ, այսինքն նույն բանն է, որ ականջդ պետքա սենց բռնես, դու բռնում ես մյուս ձեռքով է հետո, այտենց ձգել, այսինքն ասած ես իմաստը ամեն ինչի մեջ մենք պետքա միտքը մտցնենք, փոխենք մեր մտածելակերպը, ինչպես նաև դաստիարակությունը ահավոր կարևոր բան է։ Թուրքերը ու երբ որ ասենք թե Ղազախստանի տափաստաններից իրենց ասելով, ես չգիտեմ իրենց պատմությունը այդքան, բայց իրենց ասելով 1020 թվականին, երբ որ Ղազախստանի տափաստաններից դուրս եկան, իրենք պրակտիկորեն կրթություն չունեին, տառաճանա չէր, այդ նորից իրենց ասելով, տառաճանա, չեմ ասում գրագետ, տառաճանա չա եղել 1050-ից մեկը, բայց իրենք դաստիարակեցին իրենց ժողովրդին, տղամարդուն, կնոջը, ջահել աղջկան, ջահել տղային, իրենք դաստիարակեցին ենթարկվել օրենքներին եւ կրել զենք։ Ազգային հոգևոր արժեքները։ Այո, իրենք ձևավորեցին ազգային հոգևոր արժեք։ Մենք հիմա ինչ կանել ասենք իրենց սիրենք կամ չսիրենք։ Իսկ գիշեր օրինակ այրում են Երևանի ավականում Այր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան հենց իր տամբակում, երբ տանը անչափահաս երեխաներ են, կողքը հարևաններ են։ Դուք արդեն այն ակտիվ խմբակցության անդամն է, ով խոսում է նոր-նորքի մանկապարտեզի դեպքի այդ, որ եղավ դուրդումփոցը ծեց կրտուք, այսպես ասենք։ Մի խոսքով, սա է մեր իրականությունը։ Մենք մի կողմից կորցնում ենք, ինչու ես սկսեցի մեր փոքրիկներից, մենք մի կողմից կորցնում ենք, մի կողմից հուսահատվում ենք, մյուս կողմում նրանք, ովքեր որ ունեն ձեր ասածի պես պետական լծակներ, որ ունեն պարտականություններ, որ պետք է կատարել, ժողովուրդը այստեղ էլ է հուսահատվում, որտեղ զգում է, որ ոչ միտեղ ինքը իրեն ապահով չի զգում։ Պաշտպանվածություն չկա։ Այո, հենց այդպես էլ կա։ Իսկ դրա համար պետք է անպայման կարգով համակարգվի ամեն ինչ պիտի համակարգվի, եթե պետության մեջ համակարգումը կաղում է, ուրեմն կաղում է պետության որակը, որտեվ փոխարինել անգետով չի լինում։ Հեռուստացույցը, որ դուք նայում եք, մեջում ասել են տրիոդներ, դիոդներ, միկրոսխեմաներ, չիպեր։ Հիմա եթե դրանցից մեկը անորակ է լինում, արդեն այդ հեռուստացույցը այն որակը չի ունենում։ Հետևաբար պետք է տեղը տեղին մտածել, տեղը տեղին լուծումներ տալ այդ ամեն ինչին։ Այլապես չի լինում։ Օրինակ երեք մի ծնողի հետ խոսում էի Դրախտի գյուղից, բողոքում էր, որ երեխաներին 6-րդ դասարանում սովորեցնում են
սեռական կյանք, չգիտեմ, ենք բարեր ասեց սերմաժայթքում, թե ինչ-որ տենց բաներ ասում են, ես ոնց բացատրեմ այս երեխուն, ու իրենք որոշել են դասի չտալ այդ բանում, ասիկն այդ մասը դասի հանել։ Հիմա հարց ածակում, միթե դա ավելի կարևոր է, քան մեր դաստիարակության process-ները մնացյալ։ Հա, սեռական դաստիարակությունը կարելի է, բայց չափավոր, շատ զգուշ։ Եվ մասնագետը պետք է դա անի։ Եվ դա շատ զգուշությամբ պիտի արվի, ինչի պիտի ֆիզկուլտուրայի դասատուն զբաղվի նմանատիպ հարցով։ Ֆիզկուլտուրայի դասատուն ինչ գիտի դրա մասին։ Ֆիզկուլտուրայի դասատուն իր մասնագիտության մեջ է փայլում, նա ինչ գործ ունի, ասենք սեռական դաստիարակության հետ կամ ասենք դուք արդեն փաստեցիք, որ երկ կարող է դասավանդել Ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ինչ կապ ունի այստեղ։ Ընդ որում նման դասավանդելուց հետո երեխաները փառատոների են մասնակցում եւ փորձում են ներկայացնել ազգային երկու պարը։ Պարոն Մինասյան, դուրս գանք կարճատև գովազդային դայթարի եւ որից հետո անցնենք մեր մյուս այլ արդեն ներքաղաքական խնդիրներին։ Այս ամենը փաստորեն ամփոփենք ըստ ձեզ, եթե օրենքը գործի, հերթը չեր հասնի ծեծ կրտուքին, այսինքն իրավապահ մարմինները նախապես կզբաղվեին այդ ամենով։ Եթե օրենքը գործի, մարդիկ կլինեն պաշտպանված, չի լինի հուսահատություն եւ անտարբերություն եւ արդեն հասկանանք, թե ներքաղաքական կյանքում մեր ինչ է տեղ ունենում։ Հարգելի հայրենակիցներ, հետեւեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Մինասյան, փաստորեն դաստիարակություն, կրթություն, ամեն անգամ խոսում ենք այդ մասին, փորձում ենք տեսնել ինչ ամեն դեպքում ինչ է կատարվում, արդյոք կան որոշակի դրական տեղաշարժեր, բայց մեր իրականությունը այն է, մենք մեր փոքրիկներից սկսեցինք անչափահասներին էլ եթե անդրադառնանք վերջին դանակահարությունները, սպանությունները, սա եւս խոսում է անտարբերության, սա եւս խոսում է բացթողի եւ օրենքի չգործության մասին։ Այո, համաձայն եմ, որ դա այդպես է։ Գիտեք, ամեն օրենք կարելի է խուսանավել։ Այդ իսկ պատճառով պետությունը նորից ու նորից պիտի հետևի այդ ամենին։ Պետք է առաջ քաշվեն դրված առաջադրանքների կատարման խնդիրը լուծելուն։ Առաջ քաշվեն այդ հարցերը։ Դրված է առաջադրանքը։ Ասել ես այս բաժակի ջուրը դիրես կողմի վրա, պիտի ստուգես։ Եթե չի ստուգվում, դա արդեն առաջադրանք չի։ Դա ընդամենը հնարավորություն է խաբեության, այսինքն խաբում են իրենք իրենց։ Եվ բնականաբար երիտասարդության մեջ այո, մանավանդ գյուղերում կայացման խնդիրներ են առաջ եկել, ես հիմա որ գյուղերով պատտվում եմ, ուզում եմ հասկանալ, ճիշտ է, հիմնական նպատակը այն չէ, թե ինչ է կատարվում, բայց ստիպված լսում ես նաև դա, որովհետև այ գյուղը ինչ պիտի արտադրի, պետությունը ինչով պիտի օգնի, ինչով մոտեցումներ, բայց մեկ էլ նկատում ես, որ այդ հարցերը երկրորդական են դառնում դաստիարակության process-ի առաջ, որովհետև եթե չկա դաստիարակված քաղաքացի, այսինքն քաղաքացի ասելով ես նկատում եմ նաև գյուղի ժողովուրդը, ինչ ենք մենք անում, փաստորեն մենք ինչ ենք տալիս, մենք ոչ մի բանով չենք զբաղվում այդ երիտասարդության, նայեք, արվեստի հետ կապված նույնպես ահավոր հետամնաց վիճակ է, արվեստը գնում է, չգիտեմ, այդ մոնղոլա-թաթարական, արաբական երկերի, ես ոչ թե փնովում եմ իրենց երկի որակը, դա այլ ազգինն է, կարող ես նայել, այո, հաճույք ստանալ, բայց երբ որ դու քոնը դարձնում ես այդպիսին, դա արդեն արաբաթուրքական այդ մոտեցումները, մոդուլյացիաները, որ կատարվում է, սխալ է։ Մենք պիտի ասենք, թե օրինակ երկրի սկսած ղեկավարից պիտի կանչեն ու առաջադրանքներ դնեն։ Մեր առաջ ինչ անել։ Գիտնականների առաջ պիտի առաջադրանքներ դրվի։ Անպայման կարգով պիտի կանչել ասել, պարոնեք հոգեբաններ, այսքան հոգեբան եք, ավարտել եք, հիմա ասենք գիտության ակադեմիայում կաք, այստեղ կաք, այնտեղ կաք, պատմության կամ եսիմ։ Պիտի անպայման կարգով վերևից առաջադրանք դրվի։ Այ ստեղծել այս բաժակը, խոսքի օրինակ եմ ասում, այս բաժակի ստեղծման համար դուք պիտի հիմա տակ ձեր տեսական գիտելիքները համախմբեք եւ մոտեցնեք նրան, ասենք, գործնականին։ Ինչպես ենք անում մենք դա։ Եվ ստուգել, այլապես ասել, որ կարելի է սա փակել, նա փակել, փակելով ելք չի։ Փակելը իսկապես ելք չի։ Պետք է առաջադրանքներ դրվեն, ինչպես նաև դաստիարակության ոլորտի, օրենքի մարդկանց։ Հիմա առաջադրանքներին անդրադառնանք, երկրորդ, երրորդ նախագահները ակտիվացել են եւ ամեն մեկը իր հարցազրույցների կամ ասուլիսների ժամանակ փորձում է ներկայացնել, թե իր ժամանակ ինչպես է եղել կյանքը Հայաստանում, բանակցությունները ինչպես են եղել, սահմանային իրավիճակը ինչպես է եղել։ Ռոբերտ Քոչարյանը վերջերս մի հայտարարություն արեց, որ 44-օրյա պատերազմը հրահրվել է հայկական իշխանությունների կողմից։ Իհարկե, այս գաղափարին գալուց առաջ նա որոշակի ինչ-որտեղ նախաբանով սկսեց, որ բանակցությունները ձախողվել են, անպատասխանատու հայտարարություններ են արվել, որից Թուրքիան եւ Ադրբեջանը բոյով մեկ կանգնեցին եւ վերջում արեցին այն, ինչ որ մենք հիմա ստացանք։ Եվ առաջին Արցախյան պատերազմում 150,000 արցախցիներ հաղթեցին 7 միլիոնանոց Ադրբեջանին։ Այս հայտարարությունները ինչպես եք մեկնաբանում։ Նախ առաջին գուցե ինչ որտեղ սխալ քայլեր կային պետության կողմից, ես ընդունում եմ, որ սխալ քայլեր, մեկնաբանություններ, միանշանակ եղել այստեղ հայտարարություններ, որոնք անհրաժեշտ չեն, կամ մոտեցումներ, որ օրինակ երեք հեռուստացույցով նայում էի, դեբատներ էի նայում,
այնտեղ ասում են, որ ասենք ինչի Ռուսաստանը երես թեքեց եւ այլ, գիտեք, հա, այդտեղ ես նույնպես համարում եմ մեծ սխալներ կան, որովհետեւ եթե ասենք Ռուսաստանի պես գերտերության ղեկավարը գալիս է Հայաստան ու իրեն առաջի դեմքը չի դիմավորում, անգամ շատ երկրներում մենք նայեցինք, որ դիմավորում են ոչ միայն հենց այնպես, այլ դիմավորում են լուրջ, ասենք, զինվորական, ասենք, այդ հղումներով, ռազմական մոտեցումներով, արդեն պարադի հասնող անգամ այդ պարադի հասնող վիճակի են բերում, դիմավորում են։ Մենք իհարկե այդտեղ սխալ թույլ տվեցինք, մենք ճկուն քաղաքականություն ցույց չտվեցինք, ինչքան ուզում է մեր երկրի ղեկավարը չսիրի որևէ երկրի ղեկավարի կամ նրա վերցրած, ասենք, աշխարհաքաղաքական այդ ուղղությանը չհամաձայնվի, միևնույնն է դու պիտի քեզ պահես այնպես, որը վայելա քո տեսակին, քո երկրին, քո մոտեցումներին, այսինքն չպետք է դու անարգես այլոց։ Անարգելով այլոց դու չես շահում, դու ընդհանրապես տուժվում ես։ Ինչ վերաբերվում է, որ Քոչարյանը ասել է, որ նախապատրաստեցին կամ պայմանավորվեցին կամ հրահրեցին, հա, կամ հրահրեցին, ես ճիշտն ասած այստեղ տեսնում եմ բոլորի մեղքը։ Թող ինքը իր վրայից մեղքերը չվերցնի։ Ես չեմ գովաբանում այսօրվա իշխանության, անգամ ընդհակառակ ես միշտ ասել եմ, որ վարչապետի իմ գլխավոր հրամանատարը չի եղել, ես դա հայտարարել եմ, ասել եմ, որ ես չեմ ընդունում այդպես, բայց որ ասեմ ինքն է արդար եղել ու ինքն է կարողացել շատ բաներ անել, դա նույնպես սուտ պիտի լինի, որովհետև ես տեսել եմ ամրաշինական կառույցները, որը ունեցել է Հայաստանը։ Հիմա ինչ ուզում եք ասեք։ Ես ինքս եմ պատերազմի մասնակցել արվել, երբ մենք ամբողջ աշխարհին փորձում ենք այդ պատերազմի իրողությունը ներկայացնել։ Իհարկե չարժեր, բայց եթե մենք Հայաստանը կառուցեինք այնպես, այսինքն նույն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, այո, նույն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, տեսեք, երբ որ Մադաղիսը ընկավ, ինձ ուղարկեցին Մադաղիսի ոլորանները պաշտպանելու, ես իհարկե մի մետր հետ չեմ եկել այդ տարածքից, կազմակերպեցի, զինվորները զենքերը թափել էին, գնում էին եւ իմ հետ կային բավականին լավ սպաներ, օրինակ Թաթևոսյան Միշան, բան, որ ասենք թե նորմալ մասնակցություն էին ունենում, մենք միասին էինք այդ ոլորտը պահում։ Ես պիտի ասեմ, որ ամրաշինական կառույցներ չունեինք, թող ոչ մեկը չասի, որ 30 տարվա մեջ մենք կառուցել էինք այնպիսի խրամուղիներ, որ մեր փաստորեն զավակները իրենց ավելի ապահով զգային մարտի դաշտում։ Այդպես չի եղել, այնպես որ թող ոչ մեկը գլուխ չգովա ու ցեղ չշպրտի մեկը մյուսի վրա։ Ոչ մեկը իրավունք չունի ցեղ շպրտելու, որովհետև իրենք նույնպես չեն արել։ Թող սուտ չխոսան։ Ես չեմ ասում այս մեկը արել է, բայց իրենք էլ որ ասեմ արել են, դա էլ է ապերախտություն։ Սուտ կլինի։ Չի կարելի մեկը մյուսի վրա ցեղ շպրտել, երբ որ դու ինքդ նույնպես բաց թողումներ ես ունեցել։ Ես չեմ կարող ասել, հիմա այդ բաց թողումները եղել են օբյեկտիվ պատճառներով, գումար չի եղել կամ մի ինչ-որ պատճառ, բայց ակնհայտ փաստ է։ Մենք այս պատերազմին անգամ դիվերսիոն խմբեր չունեցանք։ Հիմա հարց է ծագում։ Ես Մոնտեն ստեղծել էի որպես նորմալ, որպեսի դեսանտային տիպի զորքերի զարգացման հիմք լիներ։ Արդյոք մենք կառուցեցինք դա։ Իհարկե չենք կառուցել։ Ոչ այս իշխանությունն է կառուցել եւ ոչ էլ նախկինը։ Հիմա իրար հետ կռվում են ինչի համար։ Ինչի համար է կռվում, երբ որ երկու կողմը էլ չեք արել։ Կամ արժեր այդ խոսել, որ արցախցիներն են հաղթել Ադրբեջանին, այսինքն այն պարագայում, որ հիմա ներկայումս կա այդ ատելությունը, միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը։ Նաև այդ ժամանակ սխալներ եղան հենց նույն իրենց կողմից, որ ասում էին արցախցի, հայաստանցի, այդ անջրպետով անցկացրեց, այդ որ ժամանակահատվածում մի հատ նայեք, անգամ սովորական շուկայի տեր պիտի դառնար արցախցին։ Ղարաբաղցին։ Ղարաբաղցին։ Այդ ժամանակ ասում էին Ղարաբաղցին։ Հա, Ղարաբաղցին։
միթե դա արդարացված էր եւ ընդհանրապես սա իրենց մեղքն էլ չի ասեմ, սա հերվից է գալիս այս մեղքերը։ Տեսեք, երբ որ Կարեն Սերոփիչն էր ղեկավարը, Լենինականի ժողովուրդը ձյու վրա էր։ Եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը իր եղբայրներ բան բերեց։ Եկավ Քոչարյանը, ծեր ասած Ղարաբաղցիք, արցախցիները գործերի վրա եղան, այսինքն նստեցին ձի։ Հիմա դրա համար եմ ասում, բոլորն էլ սխալներ են թույլ տվել եւ սա անգամ իրենց սխալը չի, սա մենք հերվից դաստիարակությանը ոտնատակ ենք արել։ Մենք չենք մտածել, որ իմ ու քո չկա։ Մենք հայրենակցական, գիտեք, Ալեն Դալեսը ժամանակին ելույթ ունեցավ Ալեն Դալեսը, որ ասեց, դա սովետական միությանն էր իհարկե վերաբերվում, ինքը դարձավ հետագա Ամերիկայի ՑՌՈ-ի պետը, ինքը ասեց, եթե ուզում եք պետություններ քանդել, անպայման կարգով մտցրեք ազգայնական խնդիրներ։ Եթե ազգայնական խնդիրներ չկան, տվյալ պետության մեջ մտցրեք հայրենակցական խնդիրներ, որ տարանջատվեն, ուղղակի բաժանվելու խնդիր լինի։ Ստացվում է Ստալինն էլ որոշում կայացրեց, չգիտեմ, գիտեք թե չէ, սովետական միության ժամանակ չկային այնպիսի հասարակական կազմակերպություններ, որոնք Հայաստան, Վրաստան, չգիտեմ, Ուկրաինա, այդպիսի կոչվող կազմակերպություններ չկային։ Կային միայն մշակույթային, օրինակ ասենք Վան Վասպուրական կամ ասենք ինչ-որ այդ նմանատիպ մշակույթային կազմակերպություններ էին թույլ տալիս։ Եվ դրա համար մեր մոտ այդ տարաձայնությունները չկար։ Իսկ մենք ինքներս սկսեցինք անջրպետել, անջրպետ գցեցինք, գետ գցեցինք Արցախի եւ հայ ժողովրդի, կարող ենք վաղը միսօր գցել, ասենք, նաեւ ախրքալակ, ախրցխա միջև, չի կարելի։ Ժամանակին այդ հայրենակցական միությունները դրսում մեզ օգնեցին, որպեսզի մենք միահամուռ մնանք եւ չկորցնենք մեր լեզուն, մեր խոսքը, մեր գիրը։ Դրա համար դրսում ստեղծում էին այդպիսի միություններ, բայց արդեն ներսում սա չի կարելի։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է։ Պարոն Մինասյան, հիմա անդրադառնանք արդյոք պետք է Նիկոլ Փաշինյանը մեկնի Մոսկվա, թե ոչ, շքերթին մասնակցի, թե ոչ։ Այսինքն ամեն դեպքում Մոսկվա մեկնելուց հետո բնականաբար ուզի թե չի ուզի պետք է շքերթին մասնակցի։ Տարբեր կարծիքներ կան, կարծիքները բավականին շատ իրար հակասական են, մի խոսքով ձեր տեսակետը որն է, գնալ թե չգնալ։ Իմ տեսակետը կարճ պատասխանը գնալն է, իսկ պատճառներն ասեմ։ Առաջի պատճառը, որ պետք է փոխհարաբերությունները ցանկացած հարևան երկրի հետ լինի լավը եւ որակով, որովհետեւ դու չգիտես վաղվա օրը եւ վաղվա օրը ոչ ոք չգիտի։ Այստեղ մենք հետո կարող ենք վերադառնալ նաև Ռուսաստան, Հայաստան հարաբերություններին, կարող ենք վերադառնալ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ հարաբերություններին, Ռուսաստան եւ Ադրբեջան հարաբերություններին, որ Ղարաբաղում 24 ռուսական ընկերություններ որոշել են մեծ թափով շինարարություններ իրականացնել։ Դուք տեսնում եք նաև զինախաղերը, Պարսկաստան, Ադրբեջան եղան։ Ասենք թե Իրանում են հիմա քննարկում ճանապարհների հարցը, Ադրբեջան, Վրաստան, թե Հայաստան։ Դրա համար անպայման կարգով երկրի ղեկավարը դեմք ներկայացնողը պիտի անպայման կարգով գնա։ Նախ պետք է գնա, որպեսզի թեկուզ իմ պեսներին, օրինակ իմ տիպի մարդկանց, չէ որ ես հայրս մասնակից ա եղել, ասենք իմ համար, գիտեք, մի տեսակ ես կուրախանամ, որտեղ մենք մասնակցել ենք այդ պատերազմին։ Մենք մեր մասնիկն ենք ունեցել։ Կարևոր չի դա, այստեղ բոլորը նայում են, ասենք ռուսամետ կամ ասենք ամերիկամետ կամ եւ նայում են, ինչ է անում Ռուսաստանը թեկուզ Ուկրաինայում, արդյոք պետք է գնալ սեղմեն մի մարդու ձեռքով։ Ես դա էլ եմ հաշվի առնում, բայց ես իրենց հետ կապ չունեմ Ուկրաինայի հետ։ Ես որոշակիորեն իմ ծնողները մասնակցել են պատերազմին։ Ես կուզեմ, որ այդ հաղթանակը գենետիկորեն գրվի նաև ինձ։ Երևանում անենք այդ հաղթանակի շքերթը, ոչ թե գնանք Մոսկվա։ Դե անենք, եթե շատ որակով անենք, հենա պարոն Ծառուկյանը, դուք ինքներդ էլ գիտեք, որ
կազմակերպում է նմանատիպ խնդիրներ, անում է, շատ լավ է անում։ Ես նույնպես կողմնակից եմ եւ ամենակարևորը ես կողմնակից եմ, որ հարաբերությունները պետք է լինեն լավ, անկախ նրանից դու ուղղությունը ինչպիսին կվերցնես, այսինքն աշխարհակաղակական ուղղության մասին եմ խոսում։ Միևնույնն է հարաբերությունները պիտի լինեն լավը, ինչքան լավ հարաբերություններ, այնքան լավ սպասումներ հետագայում, այնքան լավ անգամ արտադրության մեջ, մշակույթի մեջ պիտի անպայման կարգով ես համարում եմ պիտի գնալ։ Պետք է գնալ եւ այնտեղ հանդիպում կլինի կամ ինչի մասին կարող են խոսել։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը այդ առիթը պետք է օգտագործի եւս մեկ անգամ հիշեցնելու մեր այս իրավիճակը։ Դա արդեն Փաշինյանը ինքը կորոշի տեղում, որովհետեւ սա շատ խարխուլ վիճակ է եւ այստեղից թելադրել, ասել, մեզ խելոքի տեղ չդնենք։ Ամեն մեկը տվյալ պահին ինքը գիտի ինչ օգտագործի, ինչպես շարժվի, ինչ բառեր ասի, դա տեղում, դա արդեն իր ճկունությունից է կախված, դա մեզանից կախված չի լինելու։ Իսկ ռուս-ամերիկյան հարաբերություններին անդրադառնանք, դրանք որքանով մեզ համար դրական ազդեցություն կարող են ունենալ, պարոն Մինասյան։ Տեսեք, այստեղ հարցը ես մի քիչ ավելի Եկեք մենք հեռախոսազանգ ունենք, վերցնենք մեր հեռուստադիտողին, լսենք, որից հետո իմ հարցը կշարունակենք, որտեղ զանգերը շատ են։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ գնդապետ Մինասյան, շնորհակալություն գալու համար նորյան տապանի եթեր։ Նախ իմ հարցը իհարկե մայիսի 9-ի հետ է կապված, բայց մինչև դա, քանի որ կապ կա, ես ձեր մի ասացին անդրադառնամ, վերջերս դուք նշեցիք որ չկան մշտական դաշնակիցներ եւ թշնամիներ եւ վերագրեցիք դա Չերչիլին պարզապես որպեսզի ապատեղեկատվություն չլինի մեր հրաշադիտողների համար ասեմ որ դա արել է ոչ թե Չերչիլը այլ 19-րդ դարի մի անգլիացի պաշտոնյա Լորդ Պալմերսոն անունով այն ժամանակ Անգլիան փորձում էր շեզոֆ լինել դա բերեց աղետի Չերչիլը երբեք նման բան չէր ասի որովհետեւ Չերչիլը արդեն հասկանում էր մնայուն դաշինքների կարևորությունը հատկապես Միացյալ Նահանգների հետ եւ հետեւաբար հարցնեմ ձեզ Փաշինյանի մայիսի 9-ի կապի հետ այդ հարցը այսօր ողջ աշխարհը Ռուսաստանին դիտում է որպես ֆաշիստական երկիր նրանք Բուչայում կոտորել են ուկրաինացիների խաղաղ Արևմուտքն է այսօր պահում այդ սյունիքը եվրոդիտորդներով Եվրոպայի այդ դիվանագիտական ուժգնությամբ ինչու պետք է մենք աշխարհի առաջ դինենք Պուտինի կողքին եւ ասեմ որ Ալիևը հավանաբար չի լինելու այնտեղ մենակ Փաշինյանն է լինելու որտեղ Ալիևը ասել է որ նացիաներն են ընդունելու ինչու մենք պետք է լինենք եւ արդյոք դրանով չենք վտանգում այն օգնությունը որը մենք ստանում ենք արևմուտքից որը հիմա միակ բանն է որ մեզ պահում է մեր սահմանը շնորհակալություն մենք ենք շնորհակալ զանգի համար ես մտածում եմ հետեւյալ կերպ նախ այնտեղ լինելով Փաշինյանի չի նշանակում որ կապերը խզվեցին Եվրոմիության հետ կամ Միացյալ Նահանգների հետ չեմ կարծում նաև որ անգամ թշնամանքի պարագայում պիտի չգնաս խաղաղության կարծում եմ որ անպայման կարգով պետք է գնալ խաղաղության որովհետև անընդհատ ստեղծել իրավիճակներ որոնք վիճաբանական են չեմ համարում ճիշտ իսկ ինչ վերաբերվում է գնալ չգնալուն պիտի ես կարծում եմ պիտի գնա դա իմ կարծիքն է որտեվ եւ մեր անվտանգության չենք արդյոք դրանով ինչպես ասեց մեր հեռուստադիտողը նաեւ մեր անվտանգության խնդիրը պիտի դիտարկվի եւ ասել որ հիմա պաշտպանվում է միայն իրենց կողմից դա նույնպես կլինի սխալ որովհետեւ ես տեղեկություններ չունեմ դուք էլ չունեք հաստատ տեղեկություններ ինչպես է պաշտպանվում ինչպես է լինում դա թող կյանքը ցույց տա որովհետեւ դեպքերի սխալն ու ճիշտը պատմությունն է միայն ցույց տալիս անգամ ժամանակին ասում էին Վասակ Մամիկոնյանը ավելի ճիշտ էր քան Վարդան Մամիկոնյանը եւ բայց պատմությունն է չէ ցույց տալիս որն էր ճիշտ եւ որը սխալ եւ հիմա կանխապես որոշել ես չեմ կարող բայց ես գիտեմ մի հստակ բան բարեկամություն անպայման կարգով պիտի արվի թշնամանքը բերում է նոր թշնամանք հետո
մենք ունեցել ենք պապական մի շատ հետաքրքիր խոսք. արյունը արյամբ չեն լվանում, արյունը ջրով են լվանում, այսինքն դու պիտի մաքուր ջուր ունենաս, լվանալա պետք է վերքերը, որոնք կան, այլապես այդ խոցվածության աշճանում կարծում եմ մենք հաջողություններ չենք ունենալու ոչ մի երկրի հետ, եթե Հիմա այդ խոցվածությունը եւ հայ-ամերիկյան հարաբերությունները որքանով են փոխկապակցված եւ ինչ ազդեցություն կարող են ունենալ մեզ վրա։ Գիտեք, մեզ ոչ ոք չի կարող արգելել ունենալ հարաբերություններ Ռուսաստանի հետ, ոչ ոք չի կարող արգելել ունենալ հարաբերություններ Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ։ Նախ առաջին մենք պիտի հստակ ընդունենք մի փաստ։ Մենք այն գերտերությունը չենք, որ ինքնակամ անենք այն, ինչ ուզում ենք։ Մենք պիտի հստակորեն հասկանանք, որ մեր վրա ազդեցությունը իրենց կողմից ավելի շատ է, քան մերը իրենց կողմից։ Ուրիշ խնդիր, եթե մենք այնքան ուժեղանանք, հզորանանք, ունենանք այդ ազդեցության ոլորտը, ես դեմ չեմ, գուցե փոխենք նաև մեր հարաբերությունների կանոնները, բայց հիմա դեռ մենք կախվածություններ ունենք այդ գերտերություններից, դա կլինի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա, եւ մենք պիտի ճկուն քաղաքականություն տանենք մեր կյանքում։ Այլապես հաջողությունները խորտակվեն մանավանդ, որ մենք տեսնում ենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ել ավելի ոնց ասած մոտեցնում են իրար, որտեվ իրենք նույնպես ամերիկացիները եւ ռուսները երկուսն էլ հասկացան, որ իրենց կոնֆրոնտացիա, իրենց այդ դիմագրավելու իրար դեմ կռվելու պարագայում իրենք թուլանում են եւ հետ են մնում եւ Տրամփը հիմա այդ քաղաքականությունն է տանում, ինքը շատ ու շատ հարցեր անգամ իրեն նախկինում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից թույլ չի տալիս մասնակցություններ իր մասնակցությունը այդքան շատ խորապես, ասում է դուք արեք, ձեր պաշտպանությունն է, թեկուզ Եվրոպայի պաշտպանության հարցը, ասում է դուք ինքներդ ավելի մեծ ներդրումներ արեք, քան ես պիտի ներդնեմ, այնտեղ որոշումներ կային որոշակի, ասենք 1.9%-ի եւ 2.5%-ի պարտադրանքի, որ պայմանավորված էր չեն արել, այնպես որ հիմա ես որ ասի հարատև բարեկամներ չկան կամ հարատև թշնամիներ, ես այդ խոսքը իսկապես ընդունում եմ, թող դա չլինի Չերչիլ, թող լինի ով ուզում է լինի, բայց դա փաստ է, որ չկան եւ անընդհատ Շահերն են հիմնականում տվյալ պահին ինչ է կատարվում քո պետության հետ, դու ելնելով այդ շահերից պիտի կարողանաս քեզ դրսևորել, անել քայլեր, ուրիշ խնդիր է, դու կհզորանաս, կունենաս այնպիսի ազդեցության ոլորտի լծակներ, որ կկարողանաս իրենց նույնպես քո խոսքը ավելի շատ տանել, ավելի շատ հասկացնել, դա համաձայն եմ, այլապես Մեկ հեռախոսազանգել պատասխանենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Բարի երեկո Մարի ջան, ողջունում եմ ձեր իրեն։ Պարոն Մինասյան, իհարկե շատ վնասներ տվեցին մեզ ռուսները գնալու հարցով միգուցե Փաշինյանի սրտով չի կամ իմ սրտով չի, բայց գնալը կարևոր է, որտեղ չգնալը վատ հետևանքներ ավելի կունենա։ Կարելի է գնալ, բայց հիշեցնել իրենց հայերի դերը համաշխարհային պատերազմի մեջ, որ հայերը մտան Բերլին եւ հայերը ամենաշատ հերոսները տվին տոկոսային հարաբերությամբ, հայերը տվին 113 սովետական միության հերոս լինելով 2 միլիոն, իսկ ռուսները 150 միլիոն լինելով տվեցին 223 հատ։ Եվ Բերլին մտնողը հայեր են եւ ինչքան մարշալներ մեծ դեր կատարեցին եւ գեներալներ, կարելի է գնալ եւ իրենց հիշեցնել հայերի դերը այդ պատերազմում։ Իսկ ինչ որ վերաբերում է Քոչարյանին, ես կարծում եմ, պարոն Մինասյան, Քոչարյանը իր մեղքերը փակելու համար հիմա սկսում է ձեր ասածի պես ցեխ նետել ստենդը, այդ իր սխալները փակելու համար անում, այդ կամ տարի ինքը եղավ պրեզիդենտ, ինքը կարողացավ լուծի Ղարաբաղի հարցը։ Կարող եք պատասխանել սրան, պարոն Մինասյան։ Շնորհակալ ենք զանգի համար։
Շնորհակալություն հարցի համար։ Ես ձեր հետ լիովին, ես ուրախ եմ, որ այդպիսի մտածող մարդիկ Ձեզ հետ կան։ կիսողներ կան այդ հոտքերը։ Հա, այդ միտքը կիսում են։ Այո, մենք ունեցել ենք 112 հերոս իրականում, կրկնակի հերոսներ ենք ունեցել, արդեն գիտեք, Նելսոն Ստեփանյան եւ անուններ չտանք արդեն, եւ այո, այդ հերոսները չգնալու պարագայում, չէ՞ որ պետություն այն ժամանակ այլ սահմաններ է ունեցել, մենք համարել ենք մեր հայրենիքը։ Հիմա մեր հայրենիքը փոքրացավ կարծես թե, բայց դա չի նշանակում, որ նախկին պատմությունը մենք պիտի մոռանանք։ Ով մոռանում է նախկին պատմությունը, նա ապագա չի ունենում։ Դա կնայդ փաստ է։ Շնորհակալ եմ, որ այդպես եք մտածում այդ մասին եւ կարծում եմ, որ այո, հիշեցնել դա խոսքի մեջ հնարավոր է, որ նաև վարչապետը դա ասի, որ մենք ունեցել ենք սա, այո, 300,000 մարդ է զոհվել Հայաստանից, դա քիչ չէր մեր փոքր բնակչության համար, եւ որ մենք նվիրյալ պատերազմել ենք, դա ասում է նրա մասին, որ մենք եւ նաև տեղում պիտի կարողանանք կազմակերպել միջոցառումներ, որտեղ նա եղել է փաստորեն մեր հաղթանակն էլ է եղել։ Հիմա վերագրել միայն դա ասենք ռուսներին կամ այլ ազգերի չի կարելի, դա մեր հաղթանակն է, դա մեր պապերն են մասնակցել, մեր պապերը սխալ են արել, որ մասնակցել են ստացումը, սխալ են արել, որ հերոսացել են։ Ես կարծում եմ պետք չի անարգել ոչ մի արած եւ ես համենայն դեպս խոնարհվում եմ իմ նախնիների առաջ, որոնք այո, այն ժամանակվա մեծ հայրենիքը պաշտպանել են եւ շատ գոհ կլինեմ, որ պարոն Փաշինյանը գնա այդ միջոցառմանը եւ նաեւ այստեղ նույնպես կազմակերպական գործընթացներ անի այդ առումով։ Եվ վերջին հարցս, պարոն Մինասյան, մեր հաղորդումը մոտենում է ավարտին, Թեհրանը քննարկում է տարանցիկ ճանապարհային նոր նախագիծ, որոնք կարող են շրջանցել Հայաստանը եւ անցնել Ադրբեջանի, Վրաստանի տարածքով։ Եթե Հայաստանը դուրս մնա այս տարածաշրջանային երթուղիներից, ինչ հետևանքներ կարող է լինել։ Հետևանքները կլինեն շատ տխուր։ Տնտեսական, տնտեսական առումով, քաղաքականը գուցե այդ ժամանակ հարաբերությունները արդեն ինչ որտեղ կմարի, բայց անվտանգային կունենանք։ Անվտանգային էլ կունենանք։ Անվտանգային էլ կունենանք, բայց անվտանգայինը, գիտեք, ես միշտ ասել եմ ու նորից կրկնելու եմ։ Պետք է ունենալ հզոր բանակ։ Եվ ոչ այն բանակը, որը ստանդարտների մեջ է։ Ստանդարտ բանակով 3 միլիոնանոց պետությունը չի կարող դիմագրավել որևէ բանի։ Մենք պարտավոր ենք փոխել մեր բանակի տեսակը, փոխել մոտեցումները։ Մենք բանակին պետք է նախապես արդեն խոսեցիք մանուկներից, նախապես պիտի տանք, ոնց ասած, հումք պիտի տանք մեր բանակին, որպեսզի բանակը այդ մեր երիտասարդներին հասցնի բարձր որակի, որը կարողանա մեզ պաշտպանել, այլապես անիմաստ բան ենք խոսում մենք։ Անիմաստ բան ենք խոսում։ Ինչ վերաբերվում է զենք զինամթերքին, դա շատ կարևոր է։ Այո, զենք զինամթերքը պիտի արտադրվի Հայաստանում, համաձայն եմ։ Դա պարտադիր բան է, բայց որ բանակը ինքը, մարդը, զինվորը պիտի պատրաստ լինի, դա նույնպես փաստ է։ Այլապես մենք կորեսյալ ենք։ Իսկ ինչ պետք է անենք, որպեսզի Իրանի հետ այս հարաբերություններում կարողանանք ինչ որտեղ դերակատար լինել։ Գիտեք, Իրանի հետ կապված ես կարծում եմ մենք նույնպես սխալներ թույլ տվեցինք, ես այդտեղ սխալներ եմ տեսնում։ Ունենք հնարավորություններ վստահելի գործընկեր լինելու։ Տեսեք, իրենք զինախաղ են անում իրար հետ լուրջ հանդիպումներ ղեկավարների մակարդակով եւ այստեղ կարծես թե նկատի ունեք թե Իրան-Ադրբեջան։ Այո, Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին եմ խոսում։ Այստեղ գիտեք, նորից եմ ասում, սա շատ ճկուն խաղ է եւ հիմա մենք որ սկսենք քննադատել կամ ասել, սխալ դուրս կգա, երկրի տերերն են միայն իմանում գաղտնիքները, իսկ եթե դու գաղտնիքները չգիտես, ինչ հարաբերություններ, գուցե այնտեղ խոսվել է արդեն Ֆրանսիա Հայաստան հարաբերությունների, մենք չգիտենք, ու հիմա ենթադրել, որ մենք ավելի խելոք ենք, քան որևէ մեկը, սխալ կլինի։ Մենք պետք է անպայման կարգով
ունեցած ինֆորմացիոն դաշտի վրա կատարենք ճիշտ քայլեր։ Սա մեր իրողությունն է։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Մինասյան եւ հուսանք, որ մայիսյան մեր տոնական շքերթները նորից կվերականգնվեն, մեր տոները, մեր հաղթանակները եւ ամեն դեպքում այս հարթակից ձեզ շնորհավորում եմ այդ տոների կապակցությամբ։ Թող մեր սահմաններին լինի խաղաղություն եւ մենք ավելի շատ խոսենք տոների եւ առաջընթացների մասին, քան պատմության դասերից խաղում ենք որոշակի պատմությունից խաղում ենք որոշակի դասեր, բայց կարծես թե դեռ տեղ չենք հասնում։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։